ինչու պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան։ Վստահ եղեք, հունիսի 8-ից հետո պարզվել է, որ սա մի կազմակերպված խումբ է արել այս ամբողջը։ Այսօր քաղաքական դիսկուրսը վերածվել է եղբայր միասրանից կպցնեն կրծքիդ։ Առանձին կանեք մոտենում են աղջիկների մայրանալու խնդրով են ընդհանրեն երկրի փրկի ղեկավարին։ Բարև ձեզ հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք Հայաքվե վարչության անդամ Ռայր Կոմենդացյանին, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, պարոն Կոմենդացյան։ Պարոն Կոմենդացյան, սկսենք Ռուսաստան կատարած այցից Նիկոլ Փաշինյանի, ինչին հետևեցին այսպես շատ կոշտ հայտարարություններ ու այսպես ձեր ոլորտից ելնելով անդրադառնանք տնտեսական թեմայով քննարկումներին։ Փոխվարչապետ Ռուսաստանի Ալեքսեյ Օվերչուկն է ավելի շատ այսպես խիստ գնահատականներով հանդես եկել, ասում է, որ Հայաստանը ստիպում է վերանայել իր հետ տնտեսական կապերը եւ որպես հիմնական պատճառ այսպես մտահոգություն հայտնում են ԵՄ-ի հետ անդամակցության այսպես խորացումը, քանի որ ասում են Հայաստանը դիրքավորվում է որպես արդեն մեծ թշնամի կազմակերպությունների համագործության ոլորտում։ Սա ինչ հետևանքներ կարող է ունենալ ու սա արդեն փոխվարչապետի մակարդակով արված հայտարարություն է։ Ինչ կարող եք այս մասին ասել։ Նախ այդ Օվերչուկ անունով արարածը վերջի 3-4 տարվա ընթացքում, որ Հայաստանի հետ իբրև աշխատում էր, հիմնական լոգիստիկ կապերի հետ կապված, ենթակառուցվածքների հետ կապված, ապրանքաշրջանառության հետ կապված, դա տապալվել է Հայաստանում։ Այն խայտարակությունը, որի մենք ականատես եղանք հանդիպան ընթացքում, Օվերչուկի աշխատանքի տապալման խայտարակության արձանագրումներ։ Միթե նա չէր իմանում Հայաստանում ինչ է կատարվում։ Միթե նա չէր իմանում Հայաստանում հետևողականորեն այդ տնտեսական գործոնը օգտագործվում է, բայց միևնույն ժամանակ քաղաքական հայտարարություններ են անում, բացարձակ հակառուսական։ Անում են հայտարարություններ, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են։ Ընդդեմ հայտարարությունը հասնել են տեղ, որ այդ հայկական իշխանավորներին եւ նրանց հարող սատելիտների այդ բանակում առանձին տիպեր անձնական վիրավորանքներ են հասնում Ռուսաստանի ղեկավարների, ընդհանրեն ղեկավարներից մի քիչ ավելի լիազորություններով ցածր պաշտոնյաների նկատմամբ առանց մեկ վայրկյան մտածելու նրա մասին, որ դա վնասում է Հայաստանի տնտեսական շահերին։ Որքան կարելի է ցինիկ, ամբարտավան, հիմարությանը սահմանակից ոչ թե դատողություններ, ոչ թե ընդհանրենք նեղանձնական զրույցներ կամ փոքր ընդհանրենք այսպես սփռում ունեցող համույթների մեջ այդ ամենից չտարածել։ Մարդիկ հստակ վարում են հակառուսական քաղաքականություն եւ գնում են Մոսկվա եւ փորձում են այդ հակառուսական քաղաքականության ալիքը, որոնք իրենք են հրահրում, որի կարիքը չկար։ Հայ որ տնտեսվարողին որ հարցնեք, նա չի կարող պատասխանել, ինչու պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան։ Հիմա գնում են հայտարարություններ անում են, հայտարարությունների ընթացքում գլորվում են հերթական, այսպես ասած, չեմ կարող բացատրել, չհաշվարկված ասելը միգուցե սխալ է, որտեղ հստակ հաշվարկ է, որտեղ այդ հաշվարկի հիմքում ընկած է Ռուսաստանի հետ հարաբերությունները հետվողական բարդացումը, ձախողումը, այսպես ասած, դրանց ոչ երևույթական դարձնել է ընդհանրեք Անդրկովկասում, կարծում եմ այս ամբողջի հիմքում ընկած են եվրոզանազան չինովնիկների, ինչպես հայ ղեկավարներից մեկն էր ասում, եվրոյոնջաների դուր գալու խնդիրը։ Նայեք, ինչ ասած, ասում եմ, մենք գիտակցում ենք, որ միաժամանակ երկու կառույցում ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, այսպես չեն կարող տնտեսական համագործակցություն ցավալել, դրա համար մենք պետք է ստիպված լինենք ընտրություն կատարել։ Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Ինչ ընտրության մասին էր խոսում։ Դա ակնհայտ է, որ չեն կարող միաժամանակ համագործակցել։ Հայաստանը ինչ ընտրություն ըստ կկատարի։ Հայաստանը ընտրությունը կատարելու համար, բացի այդ տնտեսական կյանքում երբեք հաջողություն չգրանցած մարդկանց դատողությունները կասկածել չէ, հստակ ուղղորդված։ Մենք պետք է հասկանանք, մենք Ռուսաստանի Դաշնության ԵԱՏՄ երկրների հետ ինչպիսի շահ ունենք։ Եվ մեր շահը կոնկրետ է։ Մեր շահը դա գազի գինն է։ Հայաստանի տնտեսությունը իր ամբողջ հաջողությունները վերջի տարիներին բացառապես յուրացրել է ռուս-ուկրաինական բախման հետևանքից առանձին արտաքին գործոնների ուժի շնորհիվ, երկրորդը դա եղել է
գազի ցածր գինը։ Դե Պուտինը բացάει դրա մասին խոսեց, ասում ենք դες տարիներ շարունակ բացառիկ պայմաններով գազ ենք տվել ու ձեր տնտեսականությունը հիմնականում հենց սրա վրա է։ 3 անգամվա տարբերությունը, 3 անգամվա գազի գնի տարբերությունը եվրոպական գների եւ հայաստանյան հայկական պետության հետ կազմած այդ գազի գործարքի գինը 3 անգամ տարբերվում են։ Քաղաքացիները ինչ կարող են այդ ամենը լսելուց պատկերացնել։ Կարելի է պատկերացումը սկսել բավականին առարկայական։ Տաքսի ծառայությունների մինիմալը պետք է լինի 2000 դրամ։ Մինիմալը։ Հաջորդը հացը գինը ներկա ենթադրենք որ տատամ է 300 դրամի սահմաններում լինելու 1000 դրամ։ 1000 դրամ։ Բայց բանը դրան կհասնի, պարոն Մամեդյան, այդքան անհերթ քաղաքականությամբ։ Իհարկե հասնելու է։ Իհարկե հասնելու է։ Խնդիրները գիտեք, խնդիրները հետևանն է, որ ռուսական կողմը ակնհայտ է, որ պլանավորել գների բարձրացում, միևնույն ժամանակ գների բարձրացման հետ կապված ռուսական կողմը որոշակյորեն տեղորոշում է դրա պատասխանատուին։ Եվ ռուսական կողմը գոնե արտաքուստ հայտնում է, որ նա եղել է մնում է հայ ժողովրդի բարեկամը։ Եվ այս ամենը ուղղված չէ հայ ժողովրդի դեմ։ Մենք իհարկե քաղաքական հայտարարություններ կատարող ռուսական խմբերի, ընդհանրենք առաջնորդների կարելի է վստահել, կարելի է չվստահել, նրանք մեզան բավականին հեռու են գտնում, բայց լոգիստիկ կապերի իմաստով հիշեք, առաջին իսկ օրը, երբ վաղը կամ մյուս օրը սկսվել է հայկական բեռների մանրակրկիտ քննությունները լարսում, այդ առաջին։ Երկրորդ, հայկական արտահանողները ունենալ են հստակ ֆիլտրեր, ձախողումներ եւ եթե գազի գինն էլ բարձրանում է, գազի գինը եթե բարձրանում է, հայկական այդ ջերմոցային տնտեսությունների ամբողջ պարկը, որ մեր տնտեսության մեջ գյուղատնտեսության հիմնարար շարժիչ ուժն է այլևս հանդիսանում, չէ՞, այդ ամբողջ սեկտորը սնկանալու է։ Մի այսպես մեջբերմել անեմ, ասում է Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները կբարձրացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը, այսինքն սա հստակ ուղղված էր այնտեղ ապրող մեր, այսպես ասած հայրենակիցներին, որ նրանք այնտեղ եւս կարող են լուրջ գիտեք, երբ որ քաղաքականության մեջ քաղաքական դիսկուրսի գործիքները չեն աշխատում, երբ այսպես ասած լավագույն գործիքը դարձել է աչք ճպճպացնելը կամ ինչ-որ բանին, այս կրծքին ֆաներաներ, ընդհանրեն քարտեզներ, ատլասներ, ինչ եք այս չափի ատլաս անում, այս չափի արեք, կամ ընդհանրեն գնացեք ձեռդ բռնած նստի այդ զրույցը վարի, կամ լավ որ Հայաստանի քարտեզը որ տանում ես, կպցում ես քո այդ կրծքին, արտվաշենը որտեղ էր կպցված, պետք է գրանք իմանաք այդ մարդկանցից, արտվաշենը որտեղ է որտեղ էր, բերում առօրից երեկո բաժանում է, ընդ որում այսօր քաղաքական դիսկուրսը վերածվել է եղբայր միասրանից կպցնեմ կրծքիդ, այս նախադասությունը վերածվել է, քաղաքական ամբողջ շփումը, քաղաքացիների, ոչ մի ողջամիտ հարց, մարդիկ մոտենում են, լեղապարկի կեղծ օպերացիաների մասնավոր թվեր են տատանում, առանձին կանեք մոտենում են աղջիկների մայրանալու խնդրով են, ընդհանրենք երկրի փրտե ղեկավարին մոտենում, Նել ասում է հիմա բարեգործությունը արգելված է, թե չէ կօգնեինք։ Հասկանում եք, ուր է հասել դիսկուրսը։ Հիմա ընդհանրենք այս կարգի դիսկուրս տանող, հանրության մեջ շփման այս կարգի մակարդակ, ընդհանրենք թելադրող էլ չասեմ, կարճող։ Այդ թեմաները սոսնձվելու պարագայում ինչպես կարելի մտածել, որ այս մարդը մեր համար հազարավոր կիլոմետրերի վրա աշխարհի խոշորագույն պետությունից մեկ հետ եւ խոշորագույն շուկա ունեցող պետության ղեկավար հետ նման ինչ-որ դատողություններ պետք է լավ հիմա այս ամենը, Վլադիմիր Պուտինի եւ Օվերչկի արած այս հայտարարությունները ինչ որ հետևանքներ առաջիկայում կտեսնենք, թե սրանք այսպես ընդհանրապես նախազգուշական հայտարարություններ են ասես։ Հասկանալ է, որ տաք բախում չի լինելու։ Այս խնդիրը դա չէ։ Խնդիրը նա է, որ Հայաստանը ապրանքաշրջանառություններ, ահռելի ապրանքաշրջանառություն, մոտավորապես $9 միլիարդ ապրանքաշրջանառություն Ռուսաստանն հետ
դա հետևողականորեն կրճատվելու է։ Հետևողականորեն դա ինչ է բերելու։ Հայաստան բերելու է աշխատուժի, այսպես ասած, ավելցուկ գործազրկություն է բերելու։ Պետական բյուջեի գնացող հարկերը, турքերը բնականաբար պակասելու են։ Հայաստանի տեխնիկական հնարավորությունները, օրինակ ջերմոցային տնտեսությունների հետ կապված, դրանք պակասելու են։ Դրանք տրանսպորտի բնագավառի զարգացման մակարդակը ետ է նետվելու առնվազն մի 10-15 տարի։ Էլ չեմ ասում, ենթադրենք հայկական բեռները Ռուսաստանի Դաշնությունում անարգել գնալու գալու այս հնարավորությունը բնականաբար ձախողվելու։ Այսինքն քաղաքացիները հենց իրենց մաշկի վրա են այս ամենի հետևանքները։ Քաղաքացիները այս մաշկի վրա չեն զգալու, քաղաքացիները դա զգալու են իրենց դրամապանակի կաշվի վրա։ Խնդիրը հետևանն է եւ առանձին քաղաքացիներ, ովքեր ունեն քաղաքական ինչ-որ համոզմունքներ, չէ՞, բա Ռուսաստանը սենց կանենք, անենց կանենք, ոտը մեկն էլ են որ ասում էր 4 ոտը դիր գազի վրա։ Ում էր ուղղված, դեռ չհասկացանք, որովհետև 4 ոտ ունեցող մարդու մասին կարծես թե մեր տեղեկությունները անթրոպոլոգիայի մասով բավականին սուղ են։ Բան կոմենտացիա նաև Ռուսաստանը հստակ իր դիրքորոշումը հայտնել երկաթուղիների կոնսենսիոն կառավարման փոխանցման մասին, իր դժգոհությունը, հա, բացասական վերաբերմունքը եւ ասած սրա համար այդպես որևէ առիթ հիմքեր չկան, սա բացառապես փաստորեն հայկական կողմի ցանկությունն է։ Իրականության մեջ պետք է պնդենք, որ ռուսական երկաթուղու ժելեզնոդարոգի Ռոսիայի հետ կորպորացիայի աշխատանք Հայաստանում շատ վատ է։ Շատ վատ է։ Այդ տեխնիկական շարժակազմը որ կա, արդեն 20-րդ դարի, ենթադրենք 70-ական, 80-ական թվերի շարժակազմ է։ Այս շարժակազմը պետք է փոխեն։ Կոնցեսիոն պայմանագիրը չի շարքում ստրկատիրական պայմանագիր։ Կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է տեխնիկական առաջընթացի այդ բաղադրիչների օգտագործում ծառայությունների մատուցման մեջ մենք պետք է իրականությունը վկայենք։ Եվ այլ բան է, քննարկում է ղազախական ինչ-որ ընկերությանը։ Եվ այլ բան է, երբ որ ինչ-որ քաղաքական խումբ մեզ համար անհասկանալի կարելի ասել, գաղտնի ինչ-որ պարտավորություններ կամ պայմանավորվածություններ ձեռք բերել, հայկական այդ կոնցեսիոն պայմանագիրը ինչ-որ մեկից այսպես ռեյդերային զավթումով ընդհանրենք վերցնել ու տալ ինչ-որ մի ղազախական կամ ես մի վստահ։ Բայց ո՞րն է այդ ընկերությունը, կա ղազախական այդպիսի ընկերություն։ Գիտեք, ընկերություններ հիմնելու հեշտությունը օֆշորային մանավանդ, այսպես ասած, բաղադրիչով բավական հեշտ է, րոպեների ընթացքում կարող է ստեղծվել։ Մենք եթե այսօր մի ընկերության հետ պատկերացում ենք փորձում կազմել եւ փորձում ենք ինչ-որ փոխշփման բաղադրիչներ հայտնաբերել, դա անիմաստ զբաղմունք է, որովհետեւ օֆշորային բաղադրիչով ընկերությունը կարելի է հիմնել րոպեների ընթացքում, ընդ որում հիմնել մի քանի տասնյակ հետքերը կորցնելու համար։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Եթե երկաթուղին ցանկանում ենք մենք տեխնիկապես վերազինենք, բայց մենք ունենալու ենք բեռներ տեղափոխման համար։ Հայաստանը որպես այդպիսի այդ միլիոնավոր տոննաներ բեռներ տեղափոխելու ոչ հնարավորություն ունի, ոչ նման ապրանքանյութական պաշարներ կան, եւ ոչ էլ ընդհանրենք բուֆերային կամ ընդհանրենք միջանկյալ, միջանցիկ, տրանզիտային մենք պայմաններում ենք գտնում։ Հայկական երկաթուղին այս պահին կատարում է պարզապես Հայաստանի մեջ ուղևորների փոխադրում եւ մասամբ ցորենի եւ վառելիքի տեղափոխում ոչ ավել։ Հայկական երկաթուղի տրանզիտային բաղադրիչ Անդրկովկասում չունի, սա է խնդիրը։ Հիմա այստեղ կարելի է հարցեր տալ, իսկ միգուցե սա ամեն ինչը պայմանավորված է նրանով, որ ապագայում, չէ, Կասպից ծովին հարակից երկրներից դեպի Թուրքիա, ընդհանրեն դեպի Եվրոպա լինելու են տրանզիտ, այսպես մեծ բաղադրիչներով տրանզիտ մեծ ծավալի փոխադրումներ, չէ։ Այստեղ պետք է հասկանալ մարդիկ ինչու են շտապում։ Մարդկանց շտապողականությունը ինչի մեջ է, որովհետև եթե ղազախական կողմի հետ կապված այս հարցը մենք քննարկում ենք, մենք պետք է ասենք, որ Ղազախստանը սկսել է ցորենի եւ հացահատիկի արտահանում դեպի նույնիսկ Իտալիա։ Կարծում եմ, ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ այս
պայմանավորվածությունների ծիրի մեջ է նաև հայկական երկաթուղու այդ զավթումը, հանձնումը, բայց խնդիրը նա է, որ որոշել ինչ-որ մի բան, բայց այդ ամեն ինչը հարվածի սլաքը ուղղել են ամենախոշոր պետություններից մեկի դեմ, որը որ արդեն անմտություն է։ Նայեք, իրենք ասում են, որ այնպիսի, այս գործընթացը այնպես են կանելու այնպիսի մի երկիր, որ երկկողմանի, այսինքն համ Ռուսաստանի սրտով լինի, համ մեր, բայց փաստորեն Ռուսաստանը ասաց, որ սա ամենևին իրենց սրտով չէ, հիմա ինչպես պետք է վարվել։ Դա նման է նրան, որ ինչ որ մի քաղաքացու դուրս զանգահարեք, չէ, ասեք ես ուզում եմ վերանորոգեմ ձեր բնակարանը, որը սրանից հետո լինելու է եւ իմը եւ ձերը։ Կա կոնցեսիոն պայմանագիր, կան պարտավորություններ։ Եթե պարտավորությունները խախտելու գայթակղություն կա մարդկանց մոտ, այդ մարդիկ պետք է պատասխանեն զանազան արբիտրաժներով, չէ, այդ պայմանագրային պարտավորությունների չկատարման բեռը կրել։ Ընդ որում բեռը կրում են որպես կանոն ոչ թե այդ անձիկ, ովքեր հարուցում են այս խոսակցությունները, այդ ճղճին խոսակցությունները, ճղճին դա գողության հետ, թալանի հետ, տնտեսական զարթման հետ սահմանակից աշխատանք է։ Ես այդպես եմ գնահատում այս process-ը եւ որպես կանոն դրա պարտավորությունների ամբողջ հարվածը իրենց վրա զգում են ովքեր Հայաստանի Հանրապետության բյուջեն, չէ, որը որ զանազան արբիտրաժների, այս որոշումների հետ կապված ծախքերը պետք է հատուցի, իսկ բյուջեն դա կարելի ասել մեր սոցիալական պետության բյուջեն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները եւ ծախսերը։ Խոսում էին այնտեղ այսպես մտահոգություններ նաև հայտնում, հա, Ռուսաստանի փոխվարչապետը, ասում է այնտեղ փորձում են ռուսական բիզնեսը առհասարակ Հայաստանից օտարել ու խոսում են նաև բիզնեսը ռուսական կապիտալը խլելու փորձերի մասին, այսպես Սամվել Կարապետյանի օրինակներ նաև այսպես տողատակերով։ Ես կոնկրետ Ռուսաստանի այդ փոխվարչապետի նկատմամբ ունեմ ձևավորված որոշակի իմ կարծիքը, Լավ, վերանանք անձերից, խոսենք այս Ռուսաստանի պատկերացումների մասին։ Խնդիրը նա է, որ այդ անձնավորությունը ժամանակին այս հարցերը առաջանալու պետք է ունենար այն կարգի պատկերացում Հայաստանի մասին, Հայաստան սկսող process-ների մասին, որպեսզի ամբողջ ընդհանրենք տապալումից 5 րոպե հետո չսկսեր խոսալ։ Իսկ հայկական իրականության մեջ ռուսական բիզնեսի ընդհանրենք խլելը կամ ես իմ այդ մնացած այդ process-ները, խնդիրները, դրանք գիտեք ոնց է, դրանք արբիտրաժներով հստակ կարգավորվող են։ Հստակ կարգավորվող են։ Ով պնդում է, որ ոչինչի չեք հասնի, կուզենան կխլեք, սենց կանեք, անես կանեք, այդ 90-ականների ընդհանրեք պատկերացումներով, ընդրում լսած պատկերացումներ, ոչ թե մասնակցային իմաստով։ Այս մարդիկ Բայց մենք ախր օրինակ ունենք, որ արբիտրաժային դատարանը որոշում է կացրել նույն հեծի մասով։ Այդ արբիտրաժային այդ որոշումը վերջնական չէ։ Այդ որոշումը վերջնական չէ, իրական վերջնական որոշումը կլինի մի 3-4 ամսվա ընթացքում, չէ, եւ այդ ժամանակ բնականաբար ծախքեր են բազմաթիվ առաջանալու, բնականաբար դրանից այդ կա նաեւ քաղաքական բաղադրիչը։ Հունիսի 8-ից հետո այդ ամբողջ process-ը, այսպես ասած, սլաքավարները, մասնակիցները, դրանով ուրախացողները, դրա մեջ մասնակիցները զանազան բնույթի, ովքեր արդեն ստանում են $20,000-25,000 աշխատավարձեր, չէ, այս մարդիկ բոլորը իհարկե կրելու են համապարտ պատասխանատվություն իրենց մասնակցության ծիրի եւ իրենց մասնակցության չափով։ Պարոն Կամետացյան, ու այսպես որպես ամփոփիչ, Ռուսաստանը փաստորեն հայտարարեց, որ Հայաստանի գործող իշխանությունները որպես իրենց համար տնտեսական գործընկերներ վստահելի չեն ու հետագա համագործակցությունը չեն պատկերացնում, ավելին խոսում են ռուսական կապիտալը հանելու մասին։ Այս դեպքում ինչ տնտեսական վնասներ են կրելու, մենք ինչ հետևանքներ Հայաստանի տնտեսության վրա կունենա այս սահմանափակումները։ Վնասները լինել են ուղղակի, անուղղակի, կարճաժամկետ, բայց դիալեկտիկան հեռանկարի մեջ նաև։ Հիմա օգտելով առիթից մի հարց տամ։ Բայց ռուսական ոսկու այդ կատարում եք այդ վերարտահման ամբողջ խայտարակ process-ը այդ ժամանակ լավ էր։ Ամբողջ հայաստանյան ընդհանրենք իրականության այդ վիճակագրական իրականության ամբողջ դաշտը
ոչ թե աղտոտել էին, քանդեցին։ Ոսկիսկի Հայաստան չէր գալի, չգիտես այդ ոնց էր ձևակերպվում, մի քանի միլիարդ դոլարի ոսկի եկավ Հայաստան ու գնաց Միացյալ Էմիրատներ, արաբական, գնաց Հոնկոնգ, սկզբում բացատրում էին, բա դա ոսկերչական արտադրանք ենք մենք տվել, մի քանի միլիարդ դոլարի ոսկերչական արտադրանք, ոչ մի ոսկերչական ցուցահանդեսում հայկական ներկայացում չի եղել։ Այս ամբողջ process-ը հետաքննվելու է հետագայում։ Այս ամբողջ process-ը, որ միլիարդավոր իբր թե դոլարները վերամշակում են անում, չէ, վստահ եղեք, հունիսի 8-ից հետո պարզվել է, որ սա մի կազմակերպած խումբ է արել այս ամբողջը։ Հայաստանյան բյուջե կոպեկներ չի մտել։ Դուք պատկերացնում եք միլիարդավոր դոլարների ոսկի Հայաստան գալիս է։ Իսկ իշխանությունները պատկերացնում են սրա հետևանքները։ Վարած քաղաքականության իշխանությունները մաքսային մարմինների, հարկային մարմինների, վիճակական մարմինների, պետական վերահսկողական ծառայության այս բոլոր խողովակներով այս process-ի մասին հստակ գիտեին։ Ընդ որում դա իրականացում էր այն ժամանակ, եւ Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաների տակ էր, եւ եվրոպական, մետաղական ոչ մի բորսայում, չէր կարող ոսկի վաճառել։ Սա խնդիրներ կան, եւ այդ պարզունակ պատկերացումները, որ սա կարգել ենք, նա կլինի, ոնց կլինի, ինչ կլինի, այս հարցերը համակարգային պետք է կարգավորվեն, քննության ենթարկվեն եւ բնականաբար հասկանանք մեր մաքուր բիզնեսի շահը Ռուսաստանում ինչն է, ռուսական մաքուր բիզնեսի շահը մեր մոտ որն է եւ այդ ստվերային գործարքները այդ ծավալների, չէ՞, այս ստվերային գործարքները բնականաբար իրենց հեղինակների հետ միասին կհայտնաբերվեն։ Շնորհակալ եմ, պարոն Կոմենդացյան, ձեր զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ՀԱԵԿ վարչության անդամ Հրայր Կոմենդացյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։